Դրանից գեղը, տաշտով, թուլանով, սաղ նկար ես գեղը, մնացի մատ տան, Բալի ժողովուրդ, բալիս։ Սաղ կրիչներ բան ա եղել, չէ։ Կրիչները չէ, ծառներն էլ հետն ա եղել։ Տունձի вообще մի նկար է։ Բալիս ժողովուրդ ջան։ Այս նկարեք։ Տեսա, նա տեսես ճուղը նայա։ ծիրանը հանադիրը տերանք։ Ծիրանա մնաց այդ վեդրևը բերեք էլ։ Տեսա, ստեղը արեք լիվ այգան։ Այ հարց լուծանն եկա։ Բալի ժողովուրդ ջան։ Դիրը լավ, եվրոները, նկարել է ճուղը։ Ճուղը մնա լավ նկար։ Այդ երեկվա բանից չէ։ Հիմա միջև մնացել է սառույցը, նայեք։ Նա ինչ մոշոր կարգուտ է եղել, 24 ժամ հետո նորից կարգուտը տեղում։ Այս չափի է եղել։ Ինչ վտարն է, լրիվ մանրամասը կարաս անմասնես, լրիվ, հա, գյուղատնտեսական վտար է այս է։ Լավ մի հատ մանրամասը հենա, ծիրանն էլ կա, կարգուտն էլ կա։ Մարզպետն է եկել ուզում է քամի փչի մեր աշկերին, ասում է գնացեք, լավ կլինի, բայց ոչ մի անգամ էլ լավ չի եղել։ 15 օր առաջ ախպեի ապոստացան որ բան անեն, բայց չարեցին։ Ես առավոտյան եմ եղել գյուղում։ Երեք երեկոյան ժամը 9-ը կարգտահարություն ա եղել։ Գյուղապետը զանգել է ինձ։ Տեղեկացրել է։ Ես զեկուցել եմ երկրի վարչապետին, երկրի նախագահին։ Իրենք ինձ հանձնարարել են, որ առավոտյան եղեք գյուղում հանձնաժողովի հետ, քննարկեք, տեսեք վնասի չափն ինչ կլա, փորձեք լուծումները գտնել։ Ես առավոտյան ժամը 9-ին հանձնաժողովը տեղել եմ գյուղում։ Գյուղապետարանի ժողովրդին հավաքեցի, ներկայացրեցի, որ ինձ ուղարկել են։ Հիմա հանձնաժողովը պետք է աշխատի։ Հանձնաժողովը եկել է շուրջ 10 մարդ, որ պետք է տարբեր այգիներում, տարբեր հողամասերում աշխատեն։ Ես կարծում եմ 1, 2, մաքսիմում 3 օրվա ընթացքում հանձնաժողովը կավարտի իր աշխատանքը։ Աշխատանքները ավարտելուց հետո մենք ունենանք իրական պատկերը։ Արտուն, անձ առանց հողամասի սեփականատիրոջ պատկերով, թե ում ինչքան է վնասվել։ Ու ես կարծում եմ անպայման կլինի աջակցություն մեր գյուղացիներին։ Պարոն Սահակյան, իսկ աջակցություն ինչ ֆորմատով։ Գայք ջան, ես հիմա չեմ կարող մեկնաբանել թե աջակցություն, մենք պետք է դա քննարկենք կառավարությունում, բայց որ աջակցություն կլինի, անպայման կլինի։ 1, 2, 3 բանով կլինի, որովհետև մեզ մի ամիս առաջ էլ գյուղում եղել է կարգտահարություն։ Որոշ մարդկանց այգիներ կարգտահարվել է։ Շուրջ 100 հեկտարի պետության կողմից, կառավարության կողմից հանձնարարականով 100 հեկտար սերմացու է տրամադրվել բանջարբոստանային կուլտուրաների, ձմերուկի, սեխի, պամիդորի եւ այլն։ 100 հեկտար մենակ այս յուղին է տրամադրվել։ Պարոն Սահակյան, բայց ձմերուկի, սեխի սերմով այդ ինչ կլինի։ Գայք ջան, ես ասում եմ մի ամիս առաջ որոշ մարդկանց, ոչ բոլոր գյուղի, որոշ մարդկանց այգիները վնասվել են։ Եվ մենք ամբողջ բնակչությանը օգնել ենք, ոչ թե մենակ այդ վնասվածներին, ամբողջ բնակչությանը շուրջ 100 հեկտար բանջարբոստանային կուլտուրաների սերմացումներ եք տվել։ Բայց այդ դեպքում աջակցություններ, որը չափ բաներ։ Հիմա սա ցավալի է, ոչ մեկը չէր ուզենա, որ այս կարգուտը գա։
Բայց կա երկրի նախագահի մտահոգությունը, վարչապետի մտահոգությունը, որ գնալ տեղում ծանոթանալ, փորձեք լուծումը գտնել մարդկանց օգնենք։ Սա է ամբողջ հարցը։ Պարոն Սահակյան, հիմա գազը խմելու ջուրը իրան նաև որով Այս յուղի մասն է ասում։ Ուրեմն այս յուղի գազը երկրի նախագահի հանձնարարությամբ 1 միլիարդ 200 միլիոն դրամ փոխադրված, որ այս տարի կարողանա պետք է ավարտվի գազաֆիկացման աշխատանքները։ Պարոն Սահակյան, այսինքն հիմա գյուղացին հավաքված ժողովուրդը վստահ լինեն, որ կառավարությունը, մասնավորապես նաև մարզպետարանը սատար կկանգնի, թեկուզ թող 3 օրում հարցը չլուծվի, թող մի շաբաթում լուծվի, բայց լուծվի։ Անպայման։ Մարզպետը որ ասում է Գագիկ ջան, սերմերը տվել են, ջուր չեն տալիս որ ջրեն, չեն տվել, հարցը։ Թե ինչ 100 հեկտարի սերմա բաժան ես չգիտեմ։ Առանց ջրի ինչ են ցանել այդ Սերմի հարցը չի հիմա այս երեկվա խնդիրը երեկվա պրոբլեմն է կարևոր էլի։ Քեզ գյուղացի խափում են։ Արիադան դաշտավայրի նման չի էլի։ Ցավը տա։ Էսի մի անգամ բերքը եղավ, չեղավ չկա։ Արիադան դաշտավայրը 2-3 բերք են ստանում։ Բայց մեր մոտ մի բերք ենք ստանում։ Էնե զորով չարով ջուր չեն տալիս։ Խմելա ջուրը առանցին 3 ջրի հարկ եմ տալիս։ Խմելա ջուրը արտեզյան ջուրը որոշման ջուրն որ բերել լիտրով կատիլ մեր վրա դասում են։ Այս ինչ երկիր են կապում։ Ջրագին դե 10 տարի առաջ քաշել ջրի հարկ։ Ուրեմն մի բան ասեմ, որ դա ցավալի է բոլորի համար, ոչ մի չէր ուզենա որ կարգավիճակ լինի։ Իսկ այդպեսի նախադեպ չկա, որ պետք է կարգավիճակ լինի, փոխհատուցում լինի, բայց կա մտահոգությունը եւ դա դեռ տարվա սկզբին որ Ձայնագրվում է։ Որ մարտի 28-ին եղավ սրտարություն հանրապետություն, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում։ Եվ անմիջապես եղել է երկրի նախագահի հանձնարարականը, կառավարության հանձնարարականը, որ անպայման պետք է տեղում ծանոթանալ, բավական լուրջ օգնություն ցուցաբերվեց։ Հիմա տվեցինք բանջար բոստանային կուտուրաներս։ Պարոն Սահակյան, դա գիտենք, հիմա ուրիշ խնդիր է։ Հարկը ամբողջովին է ցկարված մարդկանց կառավարությունը հատուցեց, ռոռոկման ջուրը 50% տվեց, վարկերի սառեցում եղավ շատ համայնքներում, ցածր տոկոսադրույքով 10% վարկեր տրամադրվեցին, դիզվառելիքը շուկայում արժի լիտրը 450-460 դրամ, 350 դրամով 680, պարարտանյութ արժի 15000 դրամ, 6000 դրամով 680։ Ռոռոկման ջուրը կտրեցին մեր վրան, իմացա։ Հա, պարոն Սահակյան, հիմա այսօր հիմա այս գյուղացին խեղճ ժողովուրդը ինչ այն որ ասում կարկուտը ծեծած տեղն է ծեծում, հիմա ինչ անի գյուղացին։ Հիմա հավաքվել։ Մենք փորձենք լուծումներ գտնել եւ փորձենք օգնել գյուղացուն։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք պատկերը։ Այսինքն պետք է հանձնաժողովը աշխատի տեսնի ինչքան է վնասի չափը, որ տարածքներն է վնասվել, մեկին հացահատիկայի մշակաբույսը, մեկին պտուղա, մեկին բանջարեղենա, մեկին այլ խաղը, այլ կուլտուրայա, պետք է ճշտենք հանձնաժողովը հիմա աշխատում է 2-3 օր հետո պարզ կլինի։ Պարզ լինելուց հետո անպայման բնակչությանը կիրազեկվի, թե ինչ աջակցություն պետք է մենք փոխենք օգնենք իրենց։
Escomancio. Հելեք նստեք, ընդ է։ Յա, նստի։ Կայնի երեխեքը նստեն, յա։ Ven, երեխեք։